Ողջույն սիրելի բարեկամներ, անցնում է եւ տեսա այս կրակը, որ տեսնում եք ոնց որ ասում են պարժարի բուն է, բայց հիմա տարվա այնպիսի եղանակ է, որ շատ են այսպես խոտերը հավաքում եւ այրում։ Գիտեք, սրանից ավելի լավ տարբերակ կա։ Հիմա մենք ձեզ կներկայացնենք, թե ինչպես ենք այդ տարբերակը օգտագործելու եւ այդ խոտերը վառելու փոխարեն, սիրելի բարեկամներ, շատ էֆեկտիվորեն պատրաստելու ենք բնական պարարտանյութ մեր այգիների համար։ Տերևները։ Հա? Տերևները ինչ անենք, հավաքենք հիմա։ Մենք այսօր գտնվում ենք մեր եղբոր մոտ եւ մեր եղբայրը հաջողությամբ պատրաստում է այս պարարտանյութը, նա մեզ ցույց կտա, թե ինչպես է նա դա անում։ Շատ հեշտ է։ Նախ հավաքում ենք տերևները մեր այգուց ու չենք վառում։ Հետո այդ տերևները հավաքում ենք, ասենք մի հատ պարկի մեջ։ Մեր մոտեսու պարկը։ Այս ամենա հեշտ հասարակ գործողությունն է, որ բոլորը կարող են անել։ Բայց դրանից հետո ինչ պետք է արվի։ Այ հիմա մենք կասենք։ Այս մինչև այս պարկի մեջ հավաքում ենք, նաև ասենք, թե ինչու է սա կարևոր նաև հոգևոր տեսանկյունից։ Այո, Աստված ոչ մի բան բնության մեջ ավելորդ չի ստեղծել։ Օրինակ անտառներում տերևաթափից հետո հո մարդիկ չեն հավաքում այդ տերևները։ Հələ տերևները մնում են ծառերի տակ, ձյան, անձրևի շնորհիվ հետևանքով այդ տերևները փտում են եւ վերածվում են բնական պարարտանյութի։ Ու ցիկլ է դա։ Այո, դա անընդհատ շրջան է, շրջապտույտ բնության մեջ, որ գարնանը տերև է տալիս ծառը, աշնանը տերև է թափալինում, այդ տերևը թափվում է ծառի բնի տակ եւ ինքնաբերաբար փտում է ձյան անձրևի ազդեցության տակ եւ կրկին պարարտացնում այն հողը, որտեղ որ այդ ծառը գտնվում է։ Ամբողջ անտառը ասես շրջապտույտ է, նույնը պտուղները, որոնք թափվում են ամեն ծառի։ Իսկ երբ որ մենք վառում ենք այս տերևները, նախ մթնոլորտն ենք աղտոտում, չէ՞, օդն է աղտոտվում եւ բացի դրանից էլ կրակների, հրդեհների ռիսկն է շատ մեծանում եւ նաեւ խելամիտ չենք օգտագործում աստծուց տրված մեզ նվերները, որովհետեւ այս տեսակի բնական պարարտանյութը, որ դառնում է սևահող, իրականում շատ թանկարժեք է եւ պետք չի դա այտենց վատնել էլի։ Այո։ Հիմա ինչ պետք է անենք հաջորդ բանը։ Հաջորդը տանենք այնտեղ, որտեղ այդ կուտակում ենք այդ տերևները ու կպատմենք։ Ոնց ես լավ ես։ Ինչ լավն ես դու, Ռիժիկ ջան։ Հիմա տերևները որ հավաքեցինք, հիմա նկարագրենք, այստեղ ուրեմն փոսը փորած, մոտավորապես 2.5-ի կամ 3-ի վրա, խորությունն էլ մոտ 1.5 մետր։ Նու ասենք կախված բակի հնարավորություններից այդ փոսը կարող է մեծ լինել ավելի կամ փոքր, կախված ինչքան տերև է հավաքվում բակում։ Հիմա այս տարի արդեն այս տերևները, որոնք որ անցյալ տարի այստեղ լցված են եղել, արդեն դարձել են հումուս, այդ հողի մեջ իրանք հավաքվում են եւ մեկ տարվա ընթացքում անձրևի ջրի ջրելու շնորհիվ իրանք փտում են։ Այսինքն եթե հիմա մենք այս հավաքած տերևները մտցնենք այստեղ այդ փոսի մեջ եւ վրան ջուրը ավելացնենք, ինքը մինչեւ մյուս տարի աշուն կդառնա սևահող։ Այո, հեսա ցույց կտանք այդ սևահողը, որ դարձել է։ Հիմա լսեմ, սա արդեն Հա, արդեն այդտեղ լցնում ես։ Զգում ես։ Ամռանը այդտեղ ուրեմն process է գնում, տաքանում է ամբողջս ինքնաբերաբար, այստեղ փտման process-ներ են գնում, անձրևավորթեր են առաջանում այդտեղ եւ նախկինում օրինակ ես էլ էի վառում, չգիտեի տերևներ։ Հետո իմ հարևանը գյուղատնտես այգեգործ ինքը խորհուրդ տվեց, ինչ ես վառում, սա բնական պարարտանյութ կարող ես դու ստանալ դրանից։ Ու սա շատ օգտակար պարարտանյութ է։ Այգին մաքրում ես, որպեսզի ինքը անխնամ չմնա։ Մաքրվում է, մի անկյունում դու կուտակում ես այդ տերևները։
Իմիջիայլոց, երեք ես որ մի մարդու հետ էի խոսում, տեսանք շրջաններից մեկում այսպես վառում էին, ասեցի որ սենց բան անեն, առաջի բանը որ մարդը ասեց, ախր փտում է, բայց սենց էտ է, ինքը դες պետք է ջրենք, որ ինքը փտի, որ ինքը պարարտանյութ դառնա։ Հիմա կգնանք կտեսնենք 1 տարվա ընդամենը ընթացքում հանած հողը, սևահող, մաքուր դուրս է գալիս։ Իմիջիայլոց նաև տեղեկացնենք, որ դուսա այգեգործական խանութներում վաճառում են այս փաթեթներ, որոնք կոչվում են կոմպոստ ուսկարիցեր կամ Այսա ցույց կտանք դա։ կոմպոստի արագացուցիչ, որը խառնում եք 1 դույլ ջրի հետ, 2 դույլ ջրի հետ, նաև շապսի, հա տես չէ։ Հա, հեսա դվերենք դա էլ ցույց։ Եվ լսում եք այստեղ ինքը արագացնում է process-ը։ Նայեք Ժողովուրդ ջան, ում սա կոչվում է ուսկարիցել կոմպոստը, այսինքն պարարտանյութի կոմպոստի արագացուցիչ, разработан для садоводов։ Հիմա սա լսում ենք 1 դույլ ջրի մեջ, հա։ Հա, այս կարելի է վրանից անել, բայց ես սենց եմ սովորաբար անում, լցնում եմ դույլի մեջ, հետո որ Բայց ջուրը դույլով հավասարաչափ կբաշխվի, վրանց հանել։ Ինքը արդեն տարածվելու է, ասենք, ջրելուց տարածվելու է, նույնիսկ նախատեսված չի, ինքը կարելի է հենց այս տերևների վրա ցանել է։ Հա։ 1-ից 1.5 խորանարդ մետրի համար է 1 տուփը նախատեսված, հա։ Մոտ 650 դրամ արժի, ինքը թանկ բան էլ չի։ Սեզոնի մեջ մի 2-3 անգամ որ դու այդ ըստ քո ծավալի դա անես, շատ արագ ինքը նեղման process-ը արագ կլինի։ Եթե այս արագացուցիչը կլինի, ինքը էլի կլինի պարարտանյութ, չի առանց։ Չէ, ինքն է կլինի, բայց սա արագ կարող է մի տարվա մեջ չհասցնի այդ սևահողը առաջանա։ Հիմա այսպես ենք ցնենք։ Հա, հա, լսրա ցանկացած ձևով ոնց հարմար է։ Նոր տերևներ են։ Ահա։ Եվ տեսնում եք, այս նոր տերևները ավելի բաց գույն ունեն, քան թե ասենք մի շաբաթ կամ մի քանի օր առաջ լցված տերևները։ Բռնի։ Այստեղ կարելի է նաև ասենք օրինակ ավելացնել ձվի կճեպներ, բնական ասենք թե սննդամթերքի մնացորդներ, այդ բոլորը ես այստեղ ավելացնում եմ հավի ծերտը, ճագարների ուրեմն կեղտը, բոլորը ժամանակի ընթացքում այստեղ խառնվում են, process-ը գնում է, ворթերը սկսում են բազմանալ, օգտակար այդ անձրևավորները, որոնք որ արագացնում են այդ process-ը, եւ բակտերիաները, որոնք որ արագացուցիչ կոմպոստի միջոցով process արագացնում են եւ այստեղ 1 տարվա ընթացքում ստանալու ես այս ծավալի մոտավորապես սևահող, մաքուր սևահող։ Բայց շատ մեծ պարարտական այդ հատկություններով եւ կարող ես դա արդեն ամեն ծառի տակ իր չափով, թփերի տակ, ծառերի տակ դու օգտագործես։ Վառելը անիմաստ վատնում է, էլի փաստորեն դուրս գալիս։ Չէ, վառելը ճիշտ չի, որովհետեւ ինքը նախ հոտն է կեղտոտում, մի խոսքով դու կորցնում ես այս բնական հնարավորությունը, մի քիչ աշխատատարա, բայց ինձ թվում է հաճելի է քո այգում դու աշխատես ստանաս այդ քո ձեռքով պարարտանյութը ստան։ Մեկ էլ մի կարևոր բան, որ ծերտը լսում ենք այստեղ, ինքը նաև մի քիչ թուլանում է, չէ՞, ասենք եթե հա, որտեղ դա միանգամից դնես ծառի տակ, ինքը կարող է վառի, այստեղ ինքը քայքայվում է, օքսիդանում է, այսինքն իր պարարտական հատկությունները կորցնելով այդ սրությունը, իր խտությունն է կորցնում, ընդհանուրի մեջ է լուծվում եւ ոչ մի վնաս չի տալիս արդեն, ասենք ծառերին։ Ու եթե դուք մտահոգ եք, որ սա պետքա նեխի, այո, սա հենց պետքա նեխի, որ պարարտանյութ դառնա։ Նույնիսկ մենք արագացուցիչը օգտագործեցինք։ Ամռանը ասում եմ, որ գաս, ասենք ոտաբոբիկ կանգնես, ջերմությունը կզգաս։ Ոնց է ջերմություն տալիս։ Հիմա գնանք ցույց տանք, թե ինչ տեսակի սևահող պարարտանյութ է դա դառնում։ Ես ասենք ես տարվա հանած կուտակած պարարտանյութն է։ Ահա։ Հա։ Այն կողմը արդեն ծառերի տակ ցույց կտամ, արդեն լցված։ Սկսում եմ։ Հա, հիմա վերադարձանք էլի այս ծառերի մոտ, ուրեմն տեսնում ենք այդ
սևահողը կուտակած, որը մենք լցրել ենք ծառի բնի մեջ։ Ուզում ա խաղա։ Խելոք։ Ենա էլի ծառի բնի մեջ սևահողը հանգիստ։ Եվս մի հատված դարձյալ ծառերի բների տակ ավելացրած է անցյալ տարվա սևահողը եւ ասենք բարարտացված են ծառերը այն ինչ որ իրանք այս տարի տվեցին մենք կրկին իրեն վերադարձրեցինք Էս է դարձյալ սևահողը Դե սիրելի ժողովուրդ, տեսակ ինչ օգտակար բան կարելի է անել, Աստուծո տվածը ոչ թե կրակի տալ, այլ հավաքել, ջրել եւ բնական պարարտանյութ ստանալ։ Եթե ձայնագրությունը ձեզ օգտակար եղավ, խնդրում եմ, կիսեք ձեր էջերին, թող ավելի շատ հայ մարդիկ տեսնեն, որովհետեւ Հայաստանով որ գնում է sense կրակներ են վառում, օդը կեղտոտվում է, պարարտանյութը իզուր տեղը կրակին է մատնվում, թող մարդիկ իմանան ճիշտ օգտագործեն եւ այն բարերարությունը, որ տվել է Աստված մեզ, այն բարիքները, որ Աստված տվել է, մենք կարողանանք ճիշտ օգտագործել, որովհետեւ եթե հիշում եք առաջի պատվիրանն այն էր, որ Տեր եղի երկրին եւ Աստված ամեն ինչ տվեց Ադամին։ Մենք պետք է տեսնենք խելամիտ ձևով Տեր լինենք մեր երկրին, այն տարածքին, այն ժառանգությանը, որ Աստված մեզ տվել է, եւ դա նույնպես հոգեվոր գործ է։ Դե լավ եղեք սիրելի ժողովուրդ, Աստված օգնական բոլորից եւ իմաստություն եւ խաղաղություն Տեր Հիսուս Քրիստոսով մեզ բոլորից եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին, փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ամեն։